Մարիա հեռուստասերիալում մութ ու խառը մի զանգ ամեն ինչ փոխում է։ Սոֆյանը իբր հասկացել է իր սխալը եւ ցանկանում է հանդիպել Մարիայի հետ, խոսելու ճշմարտության մասին, բայց իրականությունը լրիվ այլ է։ Հանդիպման վայրում Մարիային սպասում է ոչ թե Սոֆյան, այլ Ռաֆը։ Ռաֆը վրեժով, մութ պլաններով լցված նոր ստոր քայլի է անցել։ Նա ասում է, որ եթե Մարիան ցանկանում է Դավիթի ազատությունը, ապա դրա միակ ճանապարհը Մարիայի ինքնասպանությունն է։ Հակառակ դեպքում Ռաֆը զգուշացնում է. Դավիթը ցմահ կնստի բանտում։ Եվ իհարկե Ռաֆը նաև ավելացնում է, որ այս խոսակցությունը երբեք չպետք է իմանա որևէ մեկը։ Մարիան շոկի, վախի ու հոգեկան ճնշման մեջ գնում է իր հոր Ռուբենի մոտ։ Նա դողում է, լացում, հոգեպես կոտրված է։ Ռուբենը փորձում է ճեղքել լռությունը, խնդրում է դստերը բացել իր սիրտը, անկեղծանալ իր հետ ու ասել, թե ինչ է կատարվում, բայց Մարիան, հիշելով Ռաֆի սպառնալիքները, ոչինչ չի բացահայտում։ Միևնույն ժամանակ Լիլիթն ու Աբուլը հանդիպում են։ Լիլիթը փորձում է Աբուլին հույս տալ, ասել, որ ինչ էլ լինի, Դավիթին ազատ կարձակեն, քանի որ նա անմեղ է, բայց նաև խոստովանում է, որ իրեն մեղավոր է զգում Ռաֆին Մարիայի ու Դավիթի ամուսնության մասին իմանալու համար։ Դա ըստ նրա հրահրել է Ռաֆի նոր պլանները։ Եվ Լիլիթը վստահ է, Ռաֆը հիմա ավելի քան վտանգավոր է, հատկապես Մարիայի համար։ Եվ ահա, հոգեպես շատ թե քիչ տանջվելուց հետո Մարիան անցնում է գործողության։ Նա ապրում է Դավիթի տանը, ներս է մտնում խոհանոց, արտաքուստ իբր հանդարտ, սակայն ներսում փոթորիկ է տիրում։ Նա վերցնում է դանակը ու փորձում վերջ տալ իր կյանքին, եւ այդ ամենը անում է միայն ու միայն Դավիթին փրկելու համար։ Քիչ անց տուն է մտնում Աբուլը, տեսարանը սարսափեցնող է։ Մարիան անգիտակից արյունով ընկած է խոհանոցի սալիկներին։ Մարիային շտապ տեղափոխում են հիվանդանոց, վիճակը ծանր է։ Հոգու, մարմնի ու սրտի պայքարը հասել է իր գագաթնակետին։ Բայց արդյոք այս փորձը կփրկի Դավիթին, թե կկործանի բոլորին, դեռ կիմանանք։ Հարգելի հետևորդներ, արդյոք Մարիան կմահանա։ Գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Մեկ ունենաս էլի հո անտեր չես։ Երկու ընկեր ունենաս։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունեմ։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձ։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չէ՞ մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք մի խոսքը։ Ռեյսեր։ Անդրես։ Դեկնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաս գովազդն եմ ալի։ Չէ՞ սուր։ Նեժնին էլ ստես սպասում եմ, դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա, մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было с тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կռիվ անում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ
բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ Որ ուժ չունենք։ հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանմանը մեզ բայդության պետք է սկսել նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկել եք պրիմերայի։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որն է հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փող պետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասա։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենայինք, որ մեր գործը սկսվեց ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվեց։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, դա 3 ժամը համար։ Շատ չէ, մի քիչ քանը որ։ Նորմալ։ Իսկ Մարիա ջան, էս արդարա, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսենց պիտի նկարվեմ առանց պես Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for love drinking. Շատ։ Չէ, այո։ Կյանք կարող է։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը sense բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստադիտողներ, այդպես մի դատ եք մեզ։ Հա, ինք շատ լավ մամա է։ Են դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։ Սիրում ես ինձ։ Հա? Բախ ես ինձ այդքան լացացնում։ Ոնց որ սենց ուղղ են գնում։ Ոնց են գնում։ Ճանապարհին նայ, չտանես գլուխս ուտես։ Սերիալը